Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված, չնայած Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարությանը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է հրադադարին, ընդգծելով, որ ամերիկյան զինված ուժերը կատարել եւ նույնիսկ գերակատարել են իրենց առջեւ դրված բոլոր ռազմական խնդիրները։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը այս գործողությունը բնութագրել է որպես էպիկական կատաղություն, նշելով, որ այն ի սկզբանե նախատեսված էր 4-ից 6 շաբաթ տևողությամբ։ Հրադադարն ըստ Վաշինգտոնի պետք է ճանապարհ հարթի վերջնական համաձայնագրի համար։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Իրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկը դիտարկվում է որպես բանակցությունների հիմք եւ կողմերի միջև հիմնական տարաձայնությունների մեծ մասը նախապես համաձայնեցված է։ Իր հերթին Իրանը հայտարարում է, որ հասել է պատմական հաղթանակի, ստիպելով Միացյալ Նահանգներին ընդունել իր պահանջները։ Միաժամանակ կողմերի հայտարարություններն էականորեն հակասում են միմյանց։ Վաշինգտոնը պնդում է, որ իր կարմիր գծերը, մասնավորապես Իրանում ուրանի հարստացման դադարեցումը, չեն փոխվել, մինչդեռ Թեհրանը հակառակը ընդգծում է իր միջուկային ծրագրի շարունակականությունը։ Միջազգային արձագանքը հիմնականում զուսպ լավատեսական է։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Բերլինը ողջունում է հրադադարը եւ կոչ է արել անցնել պատերազմի ավարտին միտված դիվանագիտական բանակցությունների։ Բանակցությունները նախատեսվում է անցկացնել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ապրիլի 10-ից միջնորդի դեր ստանձնած Պակիստանը Միացյալ Նահանգներ Իրան բանակցություններից առաջ Իսլամաբադում սահմանափակել է դեպի կառավարական շենքերի համալիր մուտքը։ Ապրիլի 9 եւ 10-ը հայտարարվել են ոչ աշխատանքային։ Սակայն իրավիճակը շարունակում է բարդանալ տարածաշրջանի այլ ուղղություններով։ Չնայած Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հրադադարին Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա, ինչը կտրուկ քննադատության է արժանացել Իրանի կողմից։ Իրանը մեղադրում է Իսրայելին հրադադարի խախտման մեջ եւ զգուշացնում, որ Լիբանանի դեմ հարվածների շարունակման դեպքում կարող է դուրս գալ համաձայնագրից։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ Բեյրութում եւ այլ քաղաքներում զանգվածային ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 254 մարդ, կա 1165 տուժած։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, ամերիկյան նավերը, ինքնաթիռներն ու զինվորական անձնակազմը լրացուցիչ զինամթերքով, զենքով եւ այն ամենով, ինչ անհրաժեշտ է արդեն իսկ զգալիորեն քայքայված թշնամու մահացու հետապնդման եւ ոչնչացման համար, կմնան Իրանում եւ նրա շրջակայքում մինչեւ այն պահը, երբ ձեռք բերված իրական համաձայնագիրը լիովին կատարվի։ Լարվածությունը մեծանում է նաև Հորմուզի նեղուցի շուրջ։ Թրամփը հայտարարել է, որ հրադադարի կարևոր պայմաններից է նավագնացության ազատությունը նեղուցում, մինչդեռ իրանական կողմը ժամանակավորապես սահմանափակել է նավերի անցումը։ Միևնույն ժամանակ ամերիկյան ռազմական ղեկավարությունը պնդում է, որ հասցվել է լուրջ հարված Իրանի ռազմական ենթակառուցվածքներին։ Միացյալ Նահանգների զինված ուժերի տվյալներով ոչնչացվել է Իրանի հակաօդային պաշտպանության եւ հրթիռային ենթակառուցվածքների զգալի մասը։ Չնայած հրադադարին Վաշինգտոնն ընդգծում է, որ իր զորքերը շարունակում են մնալ մարտական պատրաստության բարձր մակարդակում, նշելով, որ սա ընդամենը դադար է, ոչ թե վերջնական խաղաղություն։ Ստացվում է, որ Մերձավոր Արևելքում ձևավորվում է փխրուն հավասարակշռություն։ Մի կողմից դիվանագիտական գործընթացի մեկնարկ, մյուս կողմից շարունակվող ռազմական գործողություններ եւ փոխադարձ մեղադրանքներ։ Առաջիկա օրերին Իսլամաբադում կայանալիք բանակցությունները կարող են որոշիչ լինել, պարզելու համար, արդյոք այս հրադադարը կվերածվի երկարաժամկետ խաղաղության, թե տարածաշրջանը կրկին կվերադառնա լայնածավալ պատերազմի։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։